Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է ՑՍՏ-ն Այդա Կիրակոսյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Թբիլիսին ողջունում է Երևանի եւ Բաքվի միջև երկխոսությունը եւ պատրաստ է նպաստելու հակամարտության դրական հանգուցալուծման գործընթացին։ Վրաստանում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի հանդիպումը։ Իսկ Երևանից Հայաստանում է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։ Վարչապետ Փաշինյանի եւ նախարար Միրզոյանի հետ առանձնազրույցներում Ֆրանսիայի արտգործնախարարը վերահաստատել է Փարիզն աջակցում է Երևանին տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանման գործընթացում եւ կշարունակի պաշտպանական բնագավառում հզորացնել դաշնակցին։ Հայաստանում կատարվող որ փոփոխություններն են Ադրբեջանին այդքան անհանգստացնում եւ արդյոք մինչեւ COP29 խաղաղության պայմանագիր կնքելու հավանականություն կա։ Այս հարցերին ազգային ժողովում ՔՊ խմբակցության падգամավորներն են անդրադարձել։ Երևանը կրկին հեղեղվել էր, իսկ սոցիալական էջերն էլ հեղեղվել էին մայրաքաղաքի ջրի տակ անցած փողոցների կադրերով։ Իրավիճակից ելքերը վաղը կքննարկեն քաղաքապետարանի եւ կառավարության ներկայացուցիչները։ Կայացել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, որտեղ հանդիպել է իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեին։ Երկու երկրների վարչապետները նախ առանձնազրույցում, ապա նաև ընդլայնված կազմով քննարկումներից հետո հանդես են եկել նաև մամուլի համար ամփոփիչ հայտարարությամբ։ Այցի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Շոթառուսթավելի միջազգային օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին ողջունեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Հայաստանի ղեկավարը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով ժամանել էր Թբիլիսի։ Վարչապետը օդանավակայանից ուղևորվեց Վրաստանի կառավարություն, որտեղ էլ նրան սպասում էր իր պաշտոնակից Իրակլի Կոբախիձեն։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների գործադիր մարմինների ղեկավարները երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին զրուցեցին նախ առանձին։ Ապա քննարկումը շարունակվեց նաև Երևանի եւ Թբիլիսիի պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Այնուհետև արդեն հերթը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն էր։ Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես եկան քննարկումների արդյունքների ամփոփիչ հայտարարությամբ։ Ըստ այսը Երևանը հավատում է, որ այժմ կա պատմական հնարավորություն Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու եւ հարատև խաղաղություն հաստատելու համար։ Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց։ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991 թվականի Ալմաթի հռչակագրի դրույթներով եւ ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն խորհրդային միության, խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները։ Կարծում եմ տեղյակ եք, որ շուրջ 2 տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի տեքստը, մոտավորապես 80% տեքստի։ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա եւ մինչեւ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ շարունակել քննարկումները երկուստեք կարեւորություն ներկայացվող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ։ Տարածաշրջանի կայունության եւ տնտեսական զարգացման համար
առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների եւ կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը։ Իսկ սրա վերաբերյալ Հայաստանի պատկերացումները արտացոլված են Երևանի մշակած խաղաղության խաչմերուկ նախագծում։ Նիկոլ Փաշինյանի վստահեցմամբ, չնայած այս գործընթացում արկա բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, Հայաստանի կառավարությունը այնուամենայնիվ հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ։ Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը, եւ մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի կառավարության ջանքերը իր ներդրումը ունենալ եւ իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում եւ միջազգային կայունության եւ խաղաղության հաստատմանը։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը եւ պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում, բնականաբար մեր ուժերի ներածին չափով։ Կարծում ենք, որ երկրների միջև երկխոսությունը շատ կարեւոր է։ Թբիլիսին նաև իր երախտագիտությունը հայտում Երևանին այն որոշման համար, որով իր նպաստը ցուցաբերեց ՄԱԿ-ի բանաձևին կապված ներքին տեղահանված անձանց եւ փախստականների Աբխազիայի եւ Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ։ Այս որոշումը կնպաստի մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը պարոն Փաշինյանին աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Երևանի եւ Թբիլիսիի միջև հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են եւ մենք պարտավոր ենք այս շարժը պահպանել։ Իռակլի Կոբախիձեն իր հայտարարության մեջ ընդգծեց նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական գործակցության, բիզնես կապերի ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, զբոսաշրջության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։ Հիշեցնեմ, Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով Հայաստանում վերջին անգամ եղել է այս տարվա մարտին։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Մինչև մեկնումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Եվրոպա եւ արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում անվտանգության եւ տնտեսության ոլորտներում։ Սեժուրնեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է, շարունակելու է իր աջակցությունը հայ ժողովրդին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրամիություն գործակցության վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Հայաստան այցի նպատակների մասին էլ Ֆրանսիայի արտգործնախարարը ներկայացրել է Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ Հայ-ֆրանսիական բարեկամության եւ դաշնակցության օրակարգը գնալով հարստանում է լրիվ նոր բաղադրիչներով, որոնցից են Հայաստանի դիմակայունությունը եւ տնտեսական զարգացումը։ Երեք Հայաստան է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն եւ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ անմիջապես այցելել ֆրանսիական հովանավորությամբ կառուցվող Վեդիի ջրամբար, որի շինարարությունն արդեն ավարտվում է, շուտով կհանձնվի շահագործման։ Սա շատ կոնկրետ եւ շոշափելի օրինակ է Հայաստանի եւ Ֆրանսիայի գործընկերության, Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամության, բայց սա տարբեր մեր օրակարգում եղած ծրագրերից մեկն է միայն եւ հուսանք առաջիկայում նոր այդպիսի դրսևորումներ կտեսնենք։ Հայաստանը մոտ է ֆրանսիացիների սրտին, իր առաջին պաշտոնական այցի ելույթը այսպես սկսեց Ֆրանսիայի արտգործնախարարը եւ հաստատեց Միրզոյանի խոսքերը երկու երկրների գործակցության մեծ հեռանկարների մասին։ Սեժուրնեն նախ ողջունեց Հայաստանի կառավարության կամքը անկախ Ռուսաստանի սպառնալիքներից դեպի Եվրամիություն գնալու, ապա վերահաստատեց այդ ճանապարհին Ֆրանսիան շարունակելու է ամուր կանգնել Հայաստանի կողքին։ Իմացեք, որ միշտ կարող եք ձեր հույսը դնել մեր աջակցության վրա։ Ֆրանսիայում քիչ հարցեր կան, որ արժանանում են բոլոր քաղաքական ուժերի դրական արձագանքին։ Հայաստանին աջակցելը բոլորի համար ընդունելի որոշում է։ Փարիզը 29 միլիոն եվրո կտրամադրի նաև Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար։ Արտգործնախարարը նշեց, որ Ֆրանսիան նաև աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը։ Այդ պայմանագրի դրույթներով երկրները պետք է հարգեն միմյանց սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։
Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության եւ գործակցության մի շրջան, որը նաեւ Հայաստանին առևտրի զարգացման եւ բարգավաճման հնարավորություն կտա։ Հայաստանը ցանկանում է խաղաղություն, Ֆրանսիան, միջազգային հանրությունը ցանկանում են խաղաղություն։ Ադրբեջանը շուտով կհյուրընկալի COP29, նրա պատասխանատվությունն է ցույց տալ, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության նախքան COP29։ Սեժուրնեի խոսքով Հայաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ Եվրոպայի եւ Ասիայի միացման նախագծում։ Եվ իրենք կողմ են Երևանի ներկայացրած խաղաղության խաչմերուկ նախագծին։ Արտգործնախարարը Հայաստան է եկել Ֆրանսիայի նախագահի եւ վարչապետի վարած անփոփոխ քաղաքականության մասին վերահաստատելու, նաեւ պաշտպանական բնագավառում աջակցությունը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը եւ բնակչությանը։ Բարեկամների միջև բնական է գործակցությունը նաեւ այս բնագավառում, եւ մենք դա անում ենք սուվերենության հարգանքով եւ առանց որևէ էսկալացիայի կամքի։ Սեժուրնեն նաև վստահեցրել է, գուցե լինի մարդկանց քաղաքական գործիչների փոփոխություն, սակայն հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների հանձնառությունը կմնա նույնը, ինչի դրսևորումն է հանդիսանում Հայաստան կատարած իր այցը։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանի եւ Ֆրանսիայի զինված ուժերի միջև կուրսանտների փոխանակման եւ ուսումնական ծրագրերի արդիականացման պայմանավորվածություն է ձեռք բերվել, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։ Սեպտեմբերի 9-ից 13-ը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունն ակադեմիայի պետ գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն եւ Սենսիրի ռազմական ակադեմիա։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց այս այցի արդյունքում։ Հայաստանի զինված ուժերի ավիացիայի պետ վարչության պետ Հովհաննես Վարդանյանն էլ հաստատել է տեղեկությունը, որ Հայաստանն իր Սու-30 կործանիչների արդիականացման աջակցելու նպատակով դիմել է Հնդկաստանին։ Նա այդ մասին հայտնել է Hindustan Times-ին։ Հնդիկ բարձրաստիճան մի պաշտոնյա, որը պարբերականին խնդրել է չհրապարակել իր անունը, նույնպես հաստատել է Հայաստանի շահագրգռվածությունը Սու-30-ի արդիականացման հարցում։ Դպրինտը սեպտեմբերի 14-ին գրել էր, որ Հայաստանը այդ հարցով դիմել է Հնդկաստանին։ Այդ երկրի պաշտպանության նախարարության տվյալներով 2024-25 թվականների ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել է $600 միլիոն։ Ադրբեջանում անհանգստացած են Հայաստանի զինված ուժերում իրականացվող լայնածավալ ծրագրերի կապակցությամբ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման համոզմունք է հայտնել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով Հայաստանը եւս անհանգստացած է, քանի որ Ադրբեջանը տարբեր երկրներից մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ խոսել է մինչև COP29 խաղաղության պայմանագիր կնքելու հավանականության մասին։ Խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին այս պահին չենք կարող խոսել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, արձագանքելով հարցին, թե ինչքանով է իրատեսական մինչև COP29 խաղաղության պայմանագրի կնքումը, եւ արդյոք միջազգային հանրության կողմից բավարար ճնշում կա այս ուղղությամբ, այդ թվում Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի մասով։ Միջազգային գործընկերների աջակցություն կա, թե որքանով է մեծ ճնշումը Ադրբեջանի վրա կարող ենք դատել ուրեմն տեղի ունեցող իրադարձություններից, հայտարարություններից, նաև տարբեր երկրների պաշտոնատար անձանց միջոցառումը այո Ադրբեջանում կազմակերպվելիք բավականին կարևոր է, ներկայացուցչական կազմ լինելու Բաքվում։ Մենք հույս ունենք, որ մեր միջազգային գործընկերները կաջակցեն մեզ խաղաղության օրակարգ առաջ տանելու համար։ Երբ կստորագրվի ինչ ժամկետներում, ինչ տեսքով, շատ ենք խոսել սրա մասին, գործընթացներ են տեղի ունենում, հուսանք ամեն բան կգնա դեպի դրական զարգացումներ։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ կարծում է, որ այժմ շատ դժվար է մտածել խաղաղության մասին։ Օհանյանը վերհիշել է, որ օրեր անց կլրանա Արցախահայերի բռնի տեղահանության 1 տարին։ Խաղաղության պայմանագրի լիարժեք այսպես փաստը կիրականացվի այն դեպքում, երբ որ պայմանավորվածություն լինի բոլոր կետերի ուղղությամբ եւ այնտեղ նշված լինեն նաեւ հարցը վերաբերող եւ Արցախին եւ մեր բոլոր գերիներին եւ նաեւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա էսկալացիայի վտանգ, նշել է, որ Հայաստանի խնդիրը սեփական անվտանգությունը նոր սպառազինությամբ եւ կրթված անձնակազմով բարձրացնելն է։ Ադրբեջանը հանգստացած է, շատ բնական բան է։ Ադրբեջանը
որովհետև 90-ականների առաջին պատերազմի ընթացքում ունեցել է անհաջողություններ պարտության տեսքով, հետո ինքը 44 օրյա պատերազմում արձանագրեց հաջողություն հաղթանակի տեսքով եւ հիմա անհանգստությունները թե ապագայում ինչա լինելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը շեշտել է, որ Հայաստանը եւս անհանգստացած է, քանի որ Ադրբեջանը տարբեր երկրներից մեծաքանակ սպառազինություն է ձեռք բերում։ Եվ եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանությունները անհանգստացած լինեին, մենք 44 օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, այսինքն եւ բավականին խնդիրների մենք պատրաստված կլինենք եւ ոչ թե կկանգնենք բանգաբութուլկեկի հետևում։ Ես դա միշտ ասում եմ, կարող է շատերը նեղանան այն զինվորականներից, որոնք իմ հետ նաև 90-ականներին ձևավորել են հայոց բանակը։ Քոչարյանը նաև խոսել է այն մասին, թե ինչու Հայաստանը չի հրաժարվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից։ Դեռ ասում են, ինչու դուրս չի գալի Հայաստանը չի վերցնում իր ստորություն, չէ, պետքա չվերցնի, որպեսզի մնացած խնդիրները, որոնք արկախված են, ինչ որ պահի հնարավոր լինի նաև դիվանագիտական ճանապարհով ստանալ լուծումների ճանապարհ կամ ճանապարհային քարտեզ, որի մեջ կարող է դիտվի նաև մեր արցախահայության հետ վերադարձի հնարավորությունը, որովհետև նրանք դուրս են եկել, որովհետև պայմանագրի մյուս երկու կողմը իրենց պարտականությունները այնուամենայնիվ չեն կատարել։ Հիմա եւ այդ պայմանագիրը ունի բավականին ներուժ։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նաև անդրադարձ է եղել Հայաստանի Եվրամիությանը հնարավոր անդամակցությանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ընդգծել է, որ այդ գործընթացը շատ երկար ժամանակ է պահանջում եւ հանրաքվեն ամենավերջին քայլն է, ոչ թե առաջին, ինչի անցկացման մասին բարձրաձայնել էր ժողովրդավարական ուժերի հարթակը։ Նարեկ Արոշանյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Անդրադառնանք այլ թեմաների Երևանում հեղեղատար համակարգը բավականին հին եւ մաշված է, գործակարգավարական հերթական նիստին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղեկացրել է, որ էական ներդրումների կարիք կա եւ այդ թեմայի վերաբերյալ սեպտեմբերի 17-ին կառավարությունում քննարկում կունենան։ Ավինյանը նաև ընդգծել է, որ կլիմայական պայմաններն են կտրուկ փոփոխվել եւ պետք է պատրաստ լինել նմանատիպ հորդառատ տեղումների։ Սեպտեմբերի 13-ի հորդառատ անձրևները կրկին հեղեղումներ էին առաջացրել մայրաքաղաքում։ Այս թեման գործակարգավարական հերթական խորհրդակցության քննարկման առանցքում էր։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արայանը տեղեկացրել է, որ ջրի կուտակումները շատ էին ստորգետնյա անցումներում, տրանսպորտային թունելներում, հանգույցներում եւ փողոցներում։ Եվս մեկ անգամ չնայած տեղումների առատությանը, բայց երևույթը եւս մեկ անգամ վկայեց, որ մենք ունենք անկատար համակարգ, թերի կառուցված եւ լուրջ վերակառուցման ենթակա անհրաժեշտություն է զգացվում այս համակարգի նկատմամբ։ Մենք գույքագրել ենք ամբողջ քաղաքը բացակա գոյություն չունեցող թաղամասերը, որտեղ չկա հեղեղատար, վերակառուցման ենթակա եւ ակնհայտորեն նկատվեց եւ փրկարար ծառայության գործողությունների ընթացքում եւ Վիոլաջրի եւ քաղաքապետանի, որ այլևս շատ հատվածներում չի բավարարում թողունակությունը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշել է, որ Երևանում հեղեղատար համակարգը բավականին հին եւ մաշված է։ Էական ներդրումների կարիք կա, այնուամենայնիվ նույնիսկ եթե այդ ներդրումներն արվեն եւ իհարկե կարվեն այդ ներդրումները, հենց այս շաբաթ կառավարությունում հենց այդ թեմայով ունենք քննարկում։ Եվ ուզում եմ հիշեցնել, սիրելի երևանցիներ, որ այս ամբողջական համակարգը նույնիսկ մեր տիրապետության տակ չի։ Մենք վերջին 2 տարում ենք առհասարակ սկսել այս համակարգում ներդրումներ անել։ 2 տարի է, ինչ մենք կոյուղի ենք կառուցում, Երևան քաղաքը կոյուղի է կառուցում Երևան քաղաքում։ Այնուամենայնիվ կարծում եմ, որ պետք է նաև հաշվի առնենք, որ սրանք ոչ սովորական հեղեղումներ են եւ ամբողջ աշխարհում տարբեր քաղաքներում այս նույն խնդիրները առաջանում։ Ավինյանը կարևորել է, որպեսզի քաղաքացիներին իրազեկվի, թե ինչպես պետք է գործեն նմանատիպ ֆորս մաժորային իրավիճակներում։ Նրա խոսքով որևէ տեսակի համակարգ նման իրավիճակներում չի կարող դիմանալ։ Նման հեղեղումներ Երևան քաղաքում համենայն դեպս ես չեմ հիշում։ Սա երևի ամսվա, մի քանի ամսվա նորմայի չափով մի կես ժամում կամ 20 րոպեում եկած անձրև է։ Այսինքն արդեն որերորդ անգամ եւ սա արդեն կրկնվում է, հետեւաբար մենք պետք է ադապտացվենք այս նոր իրավիճակին եւ համապատասխանաբար մեր ծրագրերը ըստ այդմ
սկսենք պլանավորել։ Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ Երևանում հեղեղատար համակարգի խնդիրների վերաբերյալ սեպտեմբերի 17-ին կառավարությունում քննարկում կլինի։ Երևանի աղբանության համակարգն էլ նոր ավտոպարկի անհրաժեշտություն ունի, քանի որ տեխնիկայի համալրումից հետո դրանց կայանման խնդիր կա, տարածքը փոքր է, տեղեկացրել է Երևանի աղբանություն եւ սանիտարական մակրոմ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ աղբանության եւս 6 նոր մեքենա արդեն Հայաստանում է։ Երևան նախագիծ ընկերության տնօրենի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանն էլ մանրամասներ է հայտնել սեպտեմբերի 10-ի ավականու նիստին հաստատված Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։ Կանաչ տարածքների մասով ձևակերպումներն են վերանայվել, ավելացվել են միանշանակ կանաչ տարածքները նախորդի նկատմամբ, ավելացվել են անտառային գոտիները, նախորդի նկատմամբ ձևակերպումներն են փոփոխվել նախորդ փաստաթղթի նկատմամբ, մասնավորապես հասարակական կանաչ տարածքների գոտիներ հասկացողությունը վերախմբագրվել է որպես բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներ անվանումով, որը միանշանակ արդեն 60 հոդվածի սահմանափակումների շարքում կդիտարկվի, ինչը թույլ չի տա որոշակի մասնավորեցումների եւ հողամասերի տրամադրման։ Գյուղատնտեսական հողերն են Երևան քաղաքի բալանսից դուրս եկել, որը նաև նախորդ գլխավոր հատակագծով էր նախատեսված, որ պետք է դուրս գան երկարաժամկետ փուլում, այնուամենայնիվ դրանք դեռևս պահպանվում էին։ Քաղաքապետն էլ հանձնարարել է խելամիտ ժամկետներում ստեղծել հնարավորություն, որը թույլ կտա GIS համակարգի միջոցով տեսնել Երևանում առկա ինքնական շինությունների տեղադիրքը։ Մասնավորապես արդեն ըստ խտության այդ ինքնական շինությունների եւ մասնավորապես բնակելի տների մենք կկարողանանք հասկանալ ինչ առաջնահերթություններով թաղամասային այդ ինքնական շինությունների օրինականացման հարցին անդրադառնալ եւ ճարտարապետական մեր վարչությունը ըստ այդ խտության կկարողանա իր համար որոշել առաջնահերթությունը տարբեր բնակավայրերի բնակիչներին կկանչենք եւ իրենց հետ այդ ամբողջական փուլերը կանցնենք, որովհետեւ հազարավոր եւ միգուցե տասնյակ հազարավոր ինքնական շինություններ ունենք Երևան քաղաքում, որոնց մի էական մասը իհարկե օրինականացման ենթակա է, մի մասն էլ ուղղակի քանդման ենթակա է։ Անդրադառնալով փողոցներում իրականացվող տարատեսակ աշխատանքներին, Ավինյանը հորդորել է յուրաքանչյուր աշխատանքը կատարելուց առաջ տեղեկացնել գործընկերներին, որպեսզի չշարունակվի բացասական տենդենսը, երբ որևէ տեղ աշխատանքները վերջացնելու շատ կարճ ժամանակ անց տվյալ փողոցը քանդում են։ Կարելի է այտենց լավ 1, 2, 3, 4, 5, բայց այս ամեն ինչը ունի սահման։ Հետևաբար շատ եմ խնդրում միասին կոմունիկացվեք, որովհետև արդեն ենթադրում եմ ոչ մեկ չի հասկանում ինչա տեղի ունենում։ Զաքյան փողոցում աշխատանք արվում է, քանդվում է։ Մենք կարող ենք ասենք վթար չի եւ այլ, այտենց անընդհատ տենց այդ կարելի է բացատրություններ փնտրել, բայց կարելի է, չէ, մի օր չէ, մի 6 ամիս շուտ հասկանալ պոտենցիալ վտանգները այդտեղ կան չկան, իրար հետ համաձայնեցնել այդ փողոցների ցանկը ու չքանդել հաջորդ օրը սարքելու։ Քաղաքապետին նաև զեկուցվել է, որ Երևանում այս տարի անցկացվել եւ արդիականացվել է 20 կիլոմետր ոռոգման նոր համակարգ։ Տնտեսումների հաշվին լրացուցիչ ծրագրով աշնանը ցանցը կընդլայնվի եւս 5 կիլոմետրով։ Նարեկ Արուշանյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք թողարկումը։ Կենտրոնական Եվրոպայում տեղի ունեցած վերջին 2 տասնամյակների ընթացքում ամենաավերիչ ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն աճել է եւ հասել 15-ի։ Չեխիայի եւ Լեհաստանի սահմանամերձ շրջաններում ջրհեղեղները կամուրջներ են քանդել, վնասել շենքշինություններ եւ ավտոմեքենաներ։ Լեհաստանի կառավարությունն աղետի գոտի է հայտարարել եւ տուժածներին օգնելու նպատակով որոշվել է ավելի քան $260 միլիոն հատկացնել։ Միջազգային այս եւ մյուս լուրերը տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նկատմամբ սեպտեմբերի 15-ին եւս մեկ մահափորձ է տեղի ունեցել, երբ նա Ֆլորիդայում գտնվող իր գոլֆի դաշտում գոլֆ էր խաղում։ Գաղտնի ծառայության գործակալները կասկածյալի ինքնաձիգի փողը նկատել են թփերում Թրամփի խաղալու վայրից 360-ից 460 մետր հեռավորության վրա։ Նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել են եւ կասկածյալը դեպքի վայրից փախել է Nissan Magnich-ի մեքենայով, այնտեղ թողնելով AK-47 տեսակի ինքնաձիգ եւ որոշ այլ իրեր։ Ականատեսների
Մերձակայցներից մեկը տեսել է հրաձիգին եւ նկարել նրա ավտոմեքենան ու պետհամարանիշը ոստիկանությունը նրան ձերբակալել է Գոլֆի դաշտից 65 կիլոմետր հեռավորության վրա։ Վկայակոչելով պաշտոնյաների, որոնց անունը չի նշվում, CNN-ը, Fox News-ը եւ The New York Times-ը հայտնել են, որ կասկածյալը 58-ամյա Ռայան Ուելսին է Հավայից։ Հետախուզության դաշնային բյուրոն հրաժարվել է մեկնաբանություն տալ հանրապետական սենատոր Լինսի Գրեհմը The New York Times-ին հայտնել է, որ խոսել է նախկին նախագահ Թրամփի հետ, որն իր երախտագիտությունն է հայտնել գաղտնի գործակալներին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին եւ փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկացրել են միջադեպի մասին։ Նրանք հայտնել են, որ թեթևացած են, որ Թրամփն ապահով է։ Խարկովում կիրակի օրը բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42-ի, այդ թվում 4 երեխա զոհվել է 1 մարդ։ Ավելի վաղ հաղորդվել էր 30 վիրավորի մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շենքում բռնկված հրդեհի լուսանկարներն է հրապարակել, տեղեկացնելով մասնավորապես, որ հրդեհ է բռնկվել շենքի 9-ից 12-րդ հարկերում, կանավերացություններ, վնասվել են նաև հարակից մի քանի այլ տներ։ Հաղորդվում է, որ Խարկովի վրա կառավարվող ավիառումբեր են նետվել, ռուսական կողմը չի մեկնաբանել հարվածը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուս զինվորականները հարվածել են երկրին 2 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռներով եւ 1 կառավարվող X-59 հրթիռով։ Գործարկվել է նաև 14 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է խոցվել 1 X-59 հրթիռ եւ 10 հարվածային անօդաչու թռչող սարք։ Ուկրաինայի կառավարությունը պետք է դառնա առաջատարը Ուկրաինայում պատերազմի ավարտի հարցում խաղաղության ծրագիրը չպետք է պարտադրվի երկրի դրսից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Ես կարծում եմ, որ խաղաղության ցանկացած ծրագիր, որը նպատակ ունի էապես խաղաղություն պարտադրել Ուկրաինայի ժողովրդին, որը հակասում է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, ժողովրդավարության եւ ազատության հիմնարար սկզբունքներին, արդար եւ կայուն չէ, ասել է Սալիվանը։ Նա նաեւ հայտարարել է, որ Վաշինգտոնը մինչեւ սեպտեմբերի վերջ կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Իսրայելը բարձր գին կպահանջի իսրայելական հողի վրա հարձակման համար, հայտարարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանի հետ առնչվող հութիները, որոնք վերահսկում են Եմենի հյուսիսը, հրթիռ են արձակել, որն առաջին անգամ հասել է Իսրայելի կենտրոն, հարվածելով Ամայի տարածքին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան կառավարության ամենշաբաթյա նիստում։ Նեթանյահուն նաև ասել է, որ Իսրայելի հյուսիսում ներկայիս իրավիճակը չի շարունակվի եւ որ ինքը վճռական է ամեն ինչ անել հյուսիսից տարհանված մարդկանց իրենց տներ վերադարձնելու համար։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։